Աստվածաշնչյան ընթերցանություն, ամեն առավոտ, Չարլզ Սպերջեն, հոկտեմբերի 12 Քո կանոնների մասին եմ խորհրդածելու, Սաղմոս 119:15 Լինում են պահեր, երբ ավելի լավ է մենակ լինել, քան մարդկանց մեջ, երբ ավելի խելամիտ է լռել, քան շփվել։ Մենք լավագույն քրիստոնյաները կլինեինք, եթե ավելի հաճախ առանձնանայինք Աստծուն ճանաչելու և խոսքի շուրջ խորհրդածելու համար, հոգևոր ուժ հանելով մեր ծառայության համար։ Մենք պարզապես պարտավոր ենք դա անել, քանի որ խորհելով խոսքի շուրջ, մենք դրանից հոգևոր սնունդ ենք ստանում։ Ճշմարտությունը համեմատելի է խաղողի ողկյուզի հետ։ Հյութ ստանալու համար ստիպված ենք այն ճզմել մի քանի անգամ։ Մենք դա անում ենք ջանք գործադրելով, հակառակ դեպքում հյութ դուրս չի գա։ Եթե այդ գործի մեջ բավարար եռանդ չներդնենք, այդ թանկագին հեղուկից բավականին շատ պարզապես կկորչի։ Ոչ այլ կերպ, եթե ոչ խորհրդածելու միջոցով մենք պետք է ճզմենք ճշմարտության ողկյուզները, եթե ձգտում ենք դրանցից մխիթարության հյութ քամել։ Պարզապես տամոքսը կերակուր լցնելը քիչ է մարդկային օրգանիզմը պահելու համար։ Որպեսզի սնվի յուրաքանչյուր մկանը, նյարդը, ջիլը, ոսկորը, անհրաժեշտ է մարսողության գործընթաց։ Դրա շնորհիվ դրանից եկած սնունդը նմանվում է ներքին կյանքին։ Մեր հոգիները չեն հագենում աստվածային ճշմարտության առանձին հատվածների պարզապես լսելով։ Լսելը, ընթերցելը, գրելը, հիշելը պահանջում են ներքին յուրացում, որպեսզի երևա դրանց օգուտը։ Այդ ներքին յուրացումը կատարվում է գլխավորապես խորհրդածության տեսքով։ Ինչով է բացատրում որոշ քրիստոնյաների դանդաղ հոգևոր աճը, չնայած իրենց լսած բազմաթիվ քարոզներին։ Նրանով, որ նրանք արհամարհում են աղոթքն ու չեն խորհում Աստծո խոսքի շուրջ։ Նրանք սիրում են ցորենը, բայց չեն մանրացնում այն։ Նրանք հացահատիկ կուզեին, բայց դաժ դուրս գալ չեն սիրում։ Պտուղը կախված է ծառից, բայց նրանք այն չեն քաղի։ Նրանց ոտքերի տակով հոսում է ջուրը, բայց նրանք չեն կռանա, որպեսզի խմեն։ Տեր, ազատիր մեզ նման անմտությունից և թույլ տուր մեզ այս առավոտ առաջնորդվել Սաղմոս 2-ի բառերով. Քո կանոնների մասին եմ խորհրդածելու։